Փաշինյանը գնաց ոստիկանների մոտ արդեն ադբոյ է, այստեղ ոստիկանապետն էլ է, բառացի մեջ բերեցի խոսքը, որ հեռախոսով իրենք էին խոսում։ Ջան, հիմա դեռ ես Փաշինյանը գնաց, այլևս դուք եք լքում տարածքը, ձեր խնդիրը միայն Փաշինյանի անվտանգությունը ապահովելն էր, ասեք։ Հիմա տեսնում եք, մենք աշխատանքի մեջ ենք։ Թույլ տվեք վերջացնենք, հա, մեր ծառայությունը։ Ձեր աշխատանքը միայն Փաշինյանին դիմավորել, Փաշինյանին ճանապարհել, անհարկի քաղաքացիներին եկեղեցուց դուրս հանել։ Ինչն է անհարկի, սխալ եմ ասում։ Մենք բոլոր մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, այդ թվում նաև օտարերկրացիների բոլորի համար ծառայություն ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դրա համար ոչ ԿՊԱ-ականների վրա ուժ է կիրառվում ՊՊՑ-ի եւ ոստիկանության կողմից։ Դրա համար ինչն է անհարկի, գնահատական մի տվեք, հարցը լսեք։ Դրա համար անգործության եք մատնվում։ Հաղորդում է եղել հանցագործության մասին, այս պահի դրությամբ Հովանավանքը օկուպացված է, հա։ Խորանի մոտ կարգալույց եղած հոգևորական է։ Հեսա վերջացնեք, նոր մոտեցեք։ Գրեթե ամեն օր զենքի գործադրմամբ սպանություն է տեղում։ Ծիծաղելու ինչ կա։ Ուրեմն ծիծաղելու այն կա, որ ձեզ հայերեն բացատրում եմ, ոնց որ լավ չեք հասկանում։ Մենք հայերեն շատ լավ ենք հասկանում, դուք չեք հասկանում։ Դուք չեք հասկանում, որ հասարակական կարգ պահպանել նշանակում է նաև լրագրողների մասնագիտական անխոչնդոտ գործունեությանը։ Գործունեությունը շատ հարգում եմ։ Դրա համար է խոչընդոտում։ Հարգելիս ոչ մեկ չի խոչընդոտում։ Հիմա վերջացնեմ, ասացի, եթե հարց կունենաք կպատասխանեմ։ Դրանից լավ հարգալից ինչ վերաբերմունք եք ուզում։ Շոներեք միջև ժամեր շարունակ չբարձրաձայնեցինք, որ այստեղ ոստիկանները անգործության են մատնված, ոստիկանները մեզ սադրիչներին մեզանից չէին հեռացնում։ Խնդրում եմ հարգելի լրագրող, հարգեք ոստիկանության ծառայությունը, ոստիկանների աշխատանքը, ընդհանուր գնահատական մի տվեք եւ ես ձեզ նորից եմ խնդրում, հիմա թույլ տվեք մենք մեր աշխատանքը իրականացնենք, որից հետո հարց կունենաք կպատասխանեմ սիրով։ Բայց սադրիչների մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էլ կան։ Նախորդ անգամ էլ են եղել, հիմա էլ կային։ Ինչպես չկան, չեք հետևում այստեղ տեղ ունեցող գործընթացներ։ Իհարկե ձեր ասելով չեմ ասում անձամբ ձեզ։ Երբեմն անհարկի չգիտեմ ում նկարներն եք տեղադրում, տակը գրում որ ոստիկաններ։ Խնդրում եմ հստակ պարզաբանում պահանջեք, տեսեք ոստիկան են, թե չէ նոր գնահատական տվեք։ Պահուղազն հանցագործությունների թվի նման աճ է։ Ինչով եք պայմանավորվում։ Ուրեմն նախ երեք էլ ասացի, ոչ մեկ այդ հանցագործության աճի մասին այս պահին պաշտոնական տեղեկատվություն գործադրմամբ սպանություն է տեղի ունենում։ ամեն օր զենքի գործադրմամբ սպանություն տեղի չի ունենում, երբ որ վիճակագրությունը կհրապարակենք կտեսնենք։ Ձեր կարծիքով Մերձավանի սպանությունը բացահայտված է։ Ջան, ամենայն հարգանքով նորից եմ կրկնում, գեղեցիկ չի, հա։ Հիմա ես անընդհատ չեմ գնալու այս կոմենտում, դուք իմ հետ եք։ Ես ձեր հարցերին կպատասխանեմ, երբ որ ես իսկ դուք չգիտեք որ բացահայտված է։ Հեռախոսով ասում էի կա ադբոյ։ Կարծես թե Փաշինյանի գնալուց հետո ձեր մոտ արդեն աշխատանքային առումով ադբոյի իրավիճակ է։ Չէ, պարոն Խուդինյանը, ես լսեցի, ասաց ադբոյ։ Պարոն Խուդինյանը, դուք շատ չգիտեք թե ում է ասում ադբոյ։ Երբ որ այդ մանրամասները կտիրապետեք, այն ժամանակ պարոն Խուդինյանը կարող է այս պահին ասում ադբոյ, չգիտեմ, որևիցե տարածքում ծառայության։